որն է պատասխանատու վարքագիծը, որ ձյուն է եկել եւ աղ ենք լցրել եւ փոսեր են գոյացել, այսինքն կամ պետքա ձյունը չմաքրվել կամ ես ուզում եմ հասկանալ որն է դրա պատասխանատվությունը։ Ձյունն է մեղավորը փոսերի, աղն է եղել պատճառը։ Փոխքաղաքապետը բնական է համարում այս իրավիճակը, ավելին ասում է ֆորս մաժորային պայմաններում խնդրին հրատապ լուծում են տվել։ Փոսալցման աշխատանքը շարունակվում է, մի բան, որ երբեք փետրվարին չի եղել։ Որ անընդհատ ասվում է, որ ասֆալտը անորակ է, եկեք միասին ուղղակի դուրս գանք եւ տեսնենք, թե տվյալ ձեր նշած կետում, որը որ դուք համարում եք անորակ, երբ այդտեղ իրականացվել ասֆալտապատում, վերջին անգամ, որովհետեւ ամենավորակյալ ասֆալտն ինչ որ մի փուլում ինքը ունենում է խնդիրներ, այսինքն մի քանի տարիների ընթացքում հիմա չեմ կարող ասել 1 կամ 2, բայց փաստը ցույց է տալիս, որ 2 տարի առաջվա արած ասֆալտի հետ կապված մենք որևէ խնդիր չենք ունեցել։ Տեսնում եք, ասֆալտը լցել են, բիտում տակը չկա, տակը փոշը զրկած չի, այսինքն հողի վրա։ Ամեն դեպքում ըստ պաշտոնյայի բիտումի խնդիր քաղաքապետարանը չունի, իսկ կոնկրետ Վարդանանց փողոցում պատշաճ չեն աշխատել շինարարները։ Այդ հարցն արդեն լուծել են, շինընկերությունը հենց իր հաշվին նորից կքանդի ու կնորոգի հատվածը։ Ինչ վերաբերվում է այդ փոսերի մեջ գոյացած հողերին, ինչպես գիտեք, փոսալցման աշխատանքների ժամանակ դա մաքրվում է եւ արդեն մեկ այլ հիմնարկ քաղաքապետարանից ԵԱՍՄ-ն ինքն է արդեն պատասխանատու տվյալ մաքրության համար, այսինքն մի կողմից կատարվում է փոսալցում, որտեղից որ դուրս են գալիս այդ փոշին եւ հողերը, եւ մյուս կողմից մեր մյուս հիմնարկը սկսում է դրա մաքրման աշխատանքները։ Փոխքաղաքապետը խնդիր չի տեսնում, որ շինընկերությունը ոչ թե բիտումով է աշխատում, այլ բիտումային էմուլսիայով։ Ասում է, տարբերություն չկա։ Քաղաքապետարանի ինժեներներն ասֆալտապատման ամբողջ ընթացքում լինում են տվյալ վայրում, հետևում, որ խախտումներ չլինեն։ Լինում են դեպքեր, որ նույն ինժեները մեկ այլ տվյալ վարչական շրջանում կամ մի փոքր հեռվանում է եւ այնտեղ կարող է խնդիր առաջանալ, որը որ նաեւ եղել է տվյալ դեպքում Վարդանանցի հետ կապված, մեր ինժեները գնացել է մեկ այլ հատվածում կտրման աշխատանքները հետևելիս, վերադառնալուն պես նկատել է, որ բիտումապատ չի, բիտումով լցված չի փոսը, որպեսզի ասֆալտապատվի եւ միանգամից արձագանքել է։ Այսինքն մեր մեխանիզմը մեր աշխատակիցներն են, ինչպես նաև դուք եք եւ մյուս, ինչպես մեր գործընկերը նշեց, բլոգերները։ Չայնիկով պիտի բիտում փչեն, լցեն, հա? Այսինքն ամբողջ հատակը պիտի բիտում փչեին։ Իսկ բիտում փչող սարք էլ չունեն։ Եթե մյուս ձմեռ էլ ձյուն գա, նորից հին մեթոդներին են դիմելու, ճանապարհներին աղ ու ավազ են շախտալու, ասում է Փամբուխչյանը։ Մինչդեռ քաղաքապետը շաբաթներ առաջ ձյուն մաքրելու նոր մեթոդների մասին էր խոսում։ Ես կարծում եմ, որ մենք հաջորդ տարի պետք է պատրաստված լինենք նորարարական լուծումներով խնդիրները լուծելու, մասնավորապես մենք իմանալով X, Y, Z ժամերը նոր տեխնոլոգիաներ կան, կարծում եմ, որոնք որ պետք է մենք էլ փորձարկենք, մասնավորապես ջրի լուծույթով աղի նախորոք ցանումը փողոցներում։ Այս տարի նույնպես աղ ենք լցնելու, որովհետև այլ տարբերակ չունենք։ Աղ եւ ավազ բնականաբար, եթե մյուս տարի ձյուն գա, մենք կրկին օգտվելու ենք հին մեթոդներից։ Իսկ փոսերի հետևանքով տուժած վարորդները որևէ փոխհատուցում չեն ստանալու։ Մեր տան մեքենան նույնպես երթևեկում է ամբողջ Երևանով եւ կրել է 0 վնաս։ Արդեն 10,000 քառակուսի մետր փոս են լցրել։ Բյուջեով դեռ 200,000 քառակուսի մետր էլ պետք է լցնեն։ Վերջնաժամկետը սահմանված է մինչև տարվա վերջ։ Շեղումները հնարավոր են միայն անբարենպաստ եղանակի դեպքում։ Ալադավթյան, Էպիկենտրոն։